Իրավիճակը կրկին լարված է Մերձավոր Արևելքում։ Մի քանի ժամ առաջ Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել։ Տեղեկությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը, սակայն տուժողների վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Իրանը դրա համար պատասխան է տալու։ Անցած գիշեր նաև հայտնի դարձավ, որ Իրանի հետ ընթացող հակամարտությունում զոհվել է 6 ամերիկացի զինվորական։ Իսկ Սպիտակ տանը հայտարարել են, որ ռազմական գործողության շրջանակներում Իրանում սպանվել է 49 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Զուգահեռաբար Իսրայելը Լիբանանում հարվածներ է հասցնում Հեզբոլլահի թիրախներին։ Ինչպես Լիբանանի առողջապահության նախարարությունում են հայտարարում, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 52 մարդ, իսկ 154-ը վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդմամբ զոհվածների թվում է Հեզբոլլահի հետախուզական շտաբի ղեկավար Հուսեյն Մաքլեդը։ Դոնալդ Թրամփի գնահատմամբ Իրանում ահաբեկչական ռեժիմի դեմ լայնածավալ գործողությունը հաջողությամբ ընթանում է։ Նահանգների առաջնորդը նշում է, որ Իրանը անտեսել է Վաշինգտոնի նախազգուշացումը կապված միջուկային զենքի զարգացման հետ։ Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանն արդեն տիրապետում էր այնպիսի բալիստիկ հրթիռների, որոնք ունեն հնարավորություն ծածկելու մինչև Եվրոպա և ամերիկյան ռազմաբազաներ հեռավորությունը։ Նախագահի խոսքով Միացյալ Նահանգներն ունեին այս գործընթացը կանգնեցնելու կարողություն։ Բենյամին Նեթանյահուի խոսքով, երբ իրանցիները ազատվեն բռնապետության լծից, ԱՄՆ-ն և Իսրայելը նրանց կողքին կլինեն։ Այս մասին Իսրայելի վարչապետը զրուցել է Բեյթ Շեմեշ կատարած այցի ժամանակ, որտեղ իրանական հրթիռի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բենյամին Նեթանյահուի խոսքով, եթե Իրանը ձեռք բերի միջուկային զինամթերք և դրա կիրառման միջոցները, դա սպառնալիք կլինի մարդկության համար։ Մեր կառավարությունը չի հավատում երկնքից ռեժիմի փոփոխությանը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը համայնքների պալատում խոսքով ելույթի ժամանակ։ Նրա խոսքով Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը Իրանին դրդել է տարածաշրջանում ավելի անխոհեմ հարվածներ հասցնել ռազմական և տնտեսական թիրախներին։ Սթարմերի կարծիքով սպառնալիքը դադարեցնելու միակ ճանապարհը հրթիռների ոչնչացումն է, համապատասխանաբար նրա խոսքով ԱՄՆ-ն պահանջել է բրիտանական ռազմաբազաների օգտագործման թույլտվություն այս կոնկրետ և սահմանափակ պաշտպանական նպատակներով։ Իսկ Լիտվայի արտգործնախարարը հայտարարում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված գործողությանը Եվրամիությունը պետք է ավելի արագ պատասխաներ։ Բուդրիսը կարծում է, որ Մերձավոր Արևելքում երկարաժամկետ փոփոխությունների հասնելու համար Եվրամիությունը պետք է համագործակցի Վաշինգտոնի հետ։ Մենք շատ դանդաղ ենք, մեր բոլոր դիրքորոշումների և հայտարարությունների համաձայնեցումը չափազանց շատ ժամանակ է պահանջում, պետք է դա ընդունենք, մենք կարող էինք ավելի արագ արձագանքել, հայտարարել է նախարարը։ Իշխանական թիմում նույնպես գնահատում են 9 ընդդիմադիր կուսակցությունների միավորումը։ Մեծամասնության անդամների խոսքով Deep State-ի նպատակն է Վրաստանում ունենալ այնպիսի դաշնակից քաղաքական ուժ, որը կկատարի այն, ինչ համապատասխանում է նրանց շահերին։ Սակայն վրացական երազանքը համոզված է, որ Վրաստանի բնակչությունը թույլ չի տա գործակալական իշխանության վերադարձը։